ԿՊԱ-ականները, այսպես ասենք, մեծ կազմով հավաքվել են շտաբի մոտ, կա անհանգստություն, թե աջակցությունն է ավելի շատ արտահայտվում։ Չեմ կարծում մեծ կազմ։ Կարեց էս Տիկին Հակոբյան, մենք պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ Բարև ձեզ Տիկին Հակոբյան, մենք ուղիղ եթերում ենք, ԿՊԱ-ականները, այսպես ասենք, մեծ կազմով հավաքվել են շտաբի մոտ, կա անհանգստություն, թե աջակցությունն է ավելի շատ արտահայտվում։ Չեմ կարծում մեծ կազմով, մեր կազմը շատ մեծ է, մի փոքր մաս մեր կազմից այսօր այստեղ է, եւ ձեզ ասեմ ավելին, ոչ միայն այսօր, այլ քարոզարշավի տարբեր օրերին մենք մեր թիմակիցների կողքին ենք վաղաշաբաթի, եւ դա նորմալ է, մենք թիմ ենք եւ աջակցում ենք միմյանց, եւ սա շատ նորմալ է։ Բացարձակ անհանգստություն չկա, մեր թիմին դուք կարող եք տեսնել տարբեր համայնքներում, ընտրությունների ժամանակ, լավ եւ վատ իրադարձությունների ժամանակ, դա նորմալ է։ Նույն Լոռու մարզում, ջրհեղեղի ժամանակ էլի էս թիմը գնացել էր եւ աջակցում էր, նույն մարդիկ այնտեղ էին ընտրությունների ժամանակ, հաղթանակի ժամանակ, դա նորմալ է։ Ստացվել են, ձեր նաև վստահված անձանցից ընտրությունների նախնական պատկեր ընտրողների մասնակցության մասով, ակտիվություն թե պասիվություն է նկատելի ըստ ձեզ։ Ես համացանցից տեղեկացա, որ շատ ակտիվ մասնակցություն կա, իսկ սա շատ լավ բանի մասին է խոսում, սա խոսում է նրա մասին, որ քաղաքացին վստահ է, որ իր քվեով է ձևավորվում իշխանությունը, դրա համար գնում է ընտրության, կհիշեք ժամանակին, օրենք ասում էին ուր գնանք, մեկը վաղուց որոշված է ով է լինելու, այս դեպքում շատ ողջունելի է, որ վաղաշաբաթցիները ակտիվ մասնակցում են ընտրություններին։ Քարոզարշավի ընթացքում մեղադրանք եղավ իշխանության թեկնածուի վերաբերյալ, որ վարչական ռեսուրս է կիրառվում, նաև բերվեց օրինակ, որ նախարարն անձամբ է արձակուրդ վերցրել եւ լծված է քարոզարշավը իրականացնելու գործին։ Տեսեք, նախարարը նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է եւ ինչպես ասացիք արձակուրդում է եղել, այսինքն այնպես չի որ աշխատանքային ժամին իր աշխատանքը թողել է, պարտականությունները կատարող կա եւ մասնակցել է այստեղ եւ դա քաղաքական որոշում է եւ ոնց որ կուսակցական աշխատանք է եւ սա նորմալ է։ Սա վարչական ռեսուրսի բան գործարկում չեք կարող էլի անվանել ինչքան էլ փորձեք։ Ես տարբեր նման հոդվածներ, վերնագրեր, ստատուսներ տեսել եմ այս ինչ խախտում է, այն ինչ վարչական ռեսուրսի խախտում է, բայց հետո օրինակ հերքումներ եմ տեսել եւ նաեւ մյուս կողմի մասին եմ տեսել տարբեր խախտումներ, ընդդիմադիր մեր մյուս տեխնացուների հետ կապված եւ այնտեղից էլ տեսել եմ հերքումներ կամ հերքումներ չեն եղել, բայց որ ասեմ էական այնպիսի մտահոգիչ դեպքերի մասին եմ լսել, որոնք կարող են վերջնարդյունքում վաղաշաբաթցիների ձայնը տեղ չհասցնեն, ազդեն ընտրությունների վերջնարդյունքի վրա, ես նման դեպքեր չեմ արձանագրել, կարող եմ վստահորեն ասել, որ շատ հանգիստ մթնոլորտում անցնում են ընտրությունները, սա չի բացառում փոքր խախտումները, որոնք նաև տեղում տարբեր դրվագներով տեսա, որ շտկվել են փոքր քանակի հետ կապված ընտրատեղամասում սահմանված քանակից շատ մարդ եւ այլն եւ արագ խնդիրները լուծվել են, այնպես որ շատ նորմալ եմ գնահատում այս պահի դրությամբ։ Ձեր թեկնածուի շանսերը ինչպես է գնահատում։ Ես ինքս նաև եկել եմ քարոզարշավի տարբեր օրերին, երկու օրը եկել եմ, մեր թեկնածուի հետ շրջել ենք բակերում, հենց վաղաշաբաթում, Էջմիածին քաղաքում եւ ես շատ ջերմ ընդունելություն եմ տեսել։ Մենք տարբեր բակեր ենք գնացել, մարդիկ իջել են, ողջունել են, պատուհաններից են ողջունել, բակերում, տաղավարներում հանդիպել ենք, շատ դրական եմ գնահատում եւ կարծում եմ, որ այսօր արդեն հաշվարկից հետո այն դրական ջերմ ընդունելությունը, որ ստացել ենք այստեղ բակերում, կարձանագրվի նաեւ քվեի տեսքով։ Տիկին Հակոբյան, նաև ասում են, որ այսօր վաղաշաբաթը կամ կունենա ԿՊԱ-ական համայնքապետ կամ եւս մեկ կալանավորված համայնքապետ։ Գիտեք, քանի տոկոս համայնքներում է, որ ԿՊ-ն իշխանություն չէ։ Բավականին մեծ։ Հիմա երբ որ դուք 1-2 դեպքով, երբ որ մի համայնքի ղեկավարը կոռուպցիոն ինչ-որ սկանդալի մեջ է, հանցագործության մեջ է մեղադրվում եւ հիմա ինքը գտնվում է համապատասխան վայրում, իդեպ
օրենքով սահմանված կարգով թույլատրված, դատարանի կողմից թույլատրված ձայնագրությունների արդյունքները դուք լսել եք։ Եվ դա համեմատել ասել այն մնացած համայնքապետերը ընդդիմադիր, որոնք այսօր բանեն են, պաշտոնավարում են համայնքը, նրանք ընդդիմադիր չեն, այ մենակ օրինակ Գյումրու համայնքապետն է ընդդիմադիր։ Սա արդար չէ մնացած համայնքի ղեկավարների հանդեպ։ Մենք նույն օրինակ Փարաքարի դեպքում, հա, մենք ընդունել ենք ընտրության արդյունքները եւ աշխատել ենք որպես ընդդիմություն եւ պետք չէ համեմատել ինչ որ նման դեպքերի իրար հետ։ Դեպքում եւս եթե ԿՊ-ն այստեղ պարտվի ընտրությունների արդյունքների հետ իշխանությունը Մենք երբեք չենք վարանել քաղաքական գնահատական տալ, տարբեր ոչ մի դեպքում դուք չեք տեսնի, որ չկա քաղաքական գնահատական տարբեր իրադարձությունների եւ արդեն արդյունքների վերջ ավարտից հետո մենք քաղաքական գնահատական կտանք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք, եթե ընդունելի լինեն արդյունքները, այսինքն այնպիսի իրադարձություններ չլինեն, որոնք մտահոգիչ կլինեն, ապա իհարկե եթե ընդդիմություն, ապա ընդդիմություն։ Իսկ ինչ է, ձեզ թվում է, որ ժողովրդավարական երկրներում մի ուժը բոլոր համայնքներում իշխանությունը դա ժողովրդավարություն չէ։ Դրա համար եմ ասում, դուք գիտեք, քանի համայնքում է, օրինակ այսօրվանից հետո, որ այս եկող շաբաթ մի հատ արեք ռեպորտաժ, թե մեր խոշորացված համայնքներում քանիսում է քաղաքացիական պայմանագիրը իշխանություն։ Դուք կտեսնեք, որ ոչ բոլոր համայնքներում է քաղաքացիական պայմանագիրը իշխանություն, կա կոալիցիոն իշխանություն, կա որ մենք ընդդիմություն ենք, կա անգամ որ չենք առաջադրվել, այսինքն նորմալ է։ Կարող եք որոշ դեպքերում տեսնել, որ քաղաքացիական պայմանագիրը ընդդիմություն է եւ ձեզ ասեմ, դա նաեւ լավ մոտիվացիա է ավելի լավ աշխատելու եւ նորից քվե ուզելու, բայց ինչ վերաբերում է վաղաշաբաթին, ինքս, քանի որ մասնակցել եմ նաեւ ակտիվ, ես շատ բարձր եմ գնահատում մեր տեխնացուի շանսերը, ինչը վստահ եմ, որ ձայների հաշվարկից հետո նաեւ կարձանագրենք թվային տեսքով։ Տիկին Հակոբյան, ներողություն, մենք մի փոքր ուշ միացանք, գուցե անդրադարձած լինեք այս հարցին։ Բազմաթիվ ԿՊ-ականներ հիմա գտնվում են ԿՊ-ի գրասենյակի առջև, մենք նույնը տեսել ենք Գյումրիում, նույնը տեսել ենք Փարաքարում եւ ոչ ԿՊ-ի հաղթանակ ենք տեսել։ Գուցե պետք է ԿՊ-ն հաղթանակ չի տարել։ Գուցե պետք չի ամբողջ կազմով գալ եւ աջակցություն հայտնել եւ թողնել, որ ձեր տեխնացուն ինքնուրույն օրինակ վարի հենց նույն քարոզարշավը եւ գուցե հաղթանակ տանի, որովհետեւ ԿՊ-ականներին Ես հասկանում եմ ինչ եք ուզում ասել։ Ես հասկանում եմ ինչ եք ուզում ասել։ Նայեք, տարբեր համայնքներում էլ կարող ենք օրինակ բերել, երբ որ այո ակտիվ մասնակցել ենք եւ հաղթել ենք։ Այնպես չի էլի, այդ օրինակը դուք կարող եք գնալ օրինակ դաշնակցության տեխնացուին ասել, որովհետեւ իրենք կոնկրետ չեն ուզել, որ որևէ դաշնակցական, որևէ Քոչարյանի թիմի անդամ գա եւ մասնակցի եւ դուք չեք տեսնի անգամ որևէ օր քարոզարշավում իրենց տեխնացուի կողքին կանգնեն օրինակ այն պաշտոնյաները, որոնք հիմա օրինակ падգամավոր են։ Իրենց տեխնացուի կողքին չեն կանգնեն։ Նման դեպքեր կարող եք ասել, բայց մեր դեպքում չեք կարող ասել։ Մենք տեր ենք եւ մեր հաղթանակին եւ մեր պարտությանը եւ դա թիմային է եւ հաղթանակը եւ պարտությունը եւ մենք այնպես չի էլի որ ենթադրենք ինչ որ մի համայնքում մեր թիմակիցները տեղի հաղթանակ չեն տարել, մենք ասել ենք վերջ, մենք այլևս ձեր հետ գործ չունենք։ Մենք դրանից հետևություններ ենք արել եւ աշխատել ենք այն թերությունների վրա, որից օբյեկտիվորեն պատկերը վերջնական գոհացուցիչ չի եղել։ Տիկին Հակոբյան, տեսեք, այդ թիմային լինելը իհարկե շատ լավ է, բայց օրինակ վաղաշաբաթի ընտրություններում ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ԿՊ-ի ավելի շատ թալինցիներ էին, քան բուն վաղաշաբաթցիներ։ Եվ Տավրոս Սափյանը բոլոր ընտրություններում նախընտրական քարոզարշավների, ամփոփիչ քարոզարշավների ժամանակ դա կլինի Գյումրին, դա կլինի, չգիտեմ, ավելի հեռավոր վայր, գնում, ներկայանում է, իր հետ տանում է նաև քաղաքացիները, եթե չնայած նրան, որ ինքը կարող ասել չէ, ինձ հետ չեն եկել, բայց հետո ահազանգել լինում են։ Դուք պարոն Սափյանին եք միայն երևի նշмарել, կան տարբեր թիմակիցներ, որոնք շատ ակտիվ են եւ մեր թիմակիցներին աջակցում են տարբեր համայնքներում, հա, մեղրից միջև, չգիտեմ, նոյեմբերյան։ Դա նորմալ է, ես ինքս էլ միշտ ժամանակ եմ գտնում եւ իմ թիմակիցների կողքին եմ լինում եւ ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, հա, որ մի կուսակցականը կարող է իր գործընկեր կուսակցականին աջակցի, կողքին լինի, հա։ Չէ, հարցը այստեղ է, որ վաղաշաբաթի ընտրություններն են, բայց Թալինից բերվել են քաղաքացիներ, որ ոչ ոք չի կարելի նման գնահատական տալ։ Տեսեք, երբ որ դուք ասում եք բերվել են քաղաքացիներ, դուք պետք է կարողանաք ապացուցել, որ բերվել են քաղաքացիներ։ Արձանագրել եք, բերել են մարդիկ, այդ մարդիկ ասեն մեզ բերել են, քաղաքացիները ասում են մենք
Միգուցե մեր օրինակ, հա, Թալինի թիմակիցները քաղաքացիներ էին եկել ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու, բայց ավելի շատ նշում եմ թալինցիներ էին, քան Արմավիր խոշորացված, Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներ։ Հարցը սրան։ Ինքս այդ եզրափակիչ հանրահավաքին եւ Քայլերթին մասնակցել եմ եւ ես էլ կարող եմ հակառակն ասել, որ բավականին մեծ էր քանակը հենց տեղացի մեր քաղաքացիների։ Ես կարող եմ ձեզ ասել, եթե դուք օրինակ մասնակցում եք, չեմ էլի ֆիքսելով, որ լրագրողներն են մասնակցել, եթե օրինակ տեղի լրագրողներին հարցնեք, որ այդ օրը լուսաբանել է, դուք կտեսնեք, թե բանից շենքի պատուհաններից ինչքան մարդիկ էին ողջունում, մայթին կանգնած քաղաքացիներից որքան էին ողջունում, մենք ունենք անգամ դրվագ, երբ որ ընդդիմադիր շտաբից դուրս էին եկել ու ողջունում էին մեր Քայլերթի ժամանակ ձեռքով էին մեզանում ընդդիմադիր տեխնացուի շտաբից։ Այսինքն ասել, որ բանը մենք մեր թիմով հավաքվում ենք եւ տանում ենք հաղթանակ, դա նորմալ չի, էլի։ Այսինքն բանը պարզ է, չէ՞ որ ձեր ասած Թալինի քաղաքացին չի ընտրելու։ Հիմա ընտրության արդյունքները կլինեն, դուք կտեսնեք այդ մասնակից քանի հազար մարդ է եւ արդյոք այդքան մարդ կար հրապարակում մեծ հետ հանրահավաքին, թե ոչ։ Հնարավոր է, որ մեր այո կուսակցական ես տարբեր կուսակցականներ եմ նաև հիմա այստեղ շտաբում տեսնում, որոնք այս համայնքից չեն, բայց եկել են աջակցելու, նման դեպքեր էլ կան եւ դա շատ ողջունելի է, ես ձեզ ասեմ, որ մենք ինչպես մի ընտանիք աջակցում ենք իրար, քիչ առաջ էլ ասացի, նույն բանում Լոռու մարզում ջրհեղեղի ժամանակ էլ էին այդ թիմակիցները մեր տեղի գործընկերներին գնացել աջակցելու, ընտրությունների ժամանակ էլ, հաղթանակի ժամանակ էլ, պարտության ժամանակ էլ, եւ դա նորմալ է եւ ես կուզեմ, որ միշտ մեր թիմը այդպեսին լինի։ Շնորհակալություն։